Բարի լույս, բարի առավոտ բոլորին, բոլոր մեր հոլովակը դիտողներին և բոլոր լավ ու բարի մարդկանց։ Ինչ եմ ասում լավ ու բարի, որովհետև կան վատ մարդիկ շատ կան, հարգելի հետևորդներ ջան, վատերը շատ են, լավերից իրոք։ Ու երբեք էլ վատ մարդը չի վերան աշխարհից, վատը մնում է վատ, թե իր բնավորության առումով, թե իր լեզվի առումով։ Ուզում եմ անդրադառնալ մի մեկնաբանությանը, մի հետևորդուհի, հիմա որ ես ասում եմ, ինքը ինձ լավ լսում է, համ տոլմայի մեկնաբանություն էր գրել, վատ մեկնաբանություն, թե իբր կինո եմ ցույց տալի, կարմիր պղպեղին էր անուն կպցրել, այդպես կիսախառը գրել էր, որ ճիշտն ասեմ, սկի չհասկացա ինչ էր գրել։ Ուզում էր մի բան գրել, բայց նորմալ չէր գրել։ Ու ասեմ, այո, կինոյա, սա էլ երկրորդ, երրորդ սերիան է, նայ։ Վատ մեկնաբանություն գրողները միշտ էլ կան, լինում են, երբեք չեն վերանա։ Դե այնպես չի, որ իմ հոլովակներում միշտ վատ մեկնաբանություններ են լինում, չէ, հարգելիներս, ես միշտ դրական է լինում մեկնաբանությունները, միշտ հաճելի մեկնաբանություններ եմ ես կարդում, դե մեկ-մեկ պատահում է էլի այդպես, ես բլոկում եմ, բայց որոշել եմ էլ չբլոկեմ, այսպես սիրուն բարձրաձայն ասել, թող իրենք էլ լսեն։ Դուք ձեր վատ մեկնաբանությունով ինչ չեք վնասելու։ Գրեք ու անցեք, ես ձեզ չեմ ճանաչում, կարող է միգուցե դուր չի գալ ինչ-որ բան։ Կարող եք չնայեք կամ նայեք, չգրեք, բայց չէ, պիտի գրեք անպայման, որովհետև այդ թույնը ձեզ ուտում է, էլի հասել ասես կոկորդներդ խեղդում է, գրում եք։ Ու բայց ասեմ ժողովուրդ ջան, կան մարդիկ, շատ չար մարդիկ կան։ Այնպես չի, որ ճանաչում ենք, չենք ճանաչում, կամ չճանաչողների մեջից են գրողները, ճանաչողների մեջ էլ կան շատ վատը, որին ես որ ճանաչում եմ, որը որ խենթ ձևով նայում է ինձի, չգիտես ինչի, ուզում եմ ուղղակի սենց ծիծաղս գալիս է, էլի ճանաչելով հանդերձ մարդուն, անգամ չարախոսում են, անգամ վատ հայացքով են նայում, ես սա տենում եմ, ես սա լսում եմ, իրանց հայացքներից պարզ երևում է, ինչ եմ ասում, չար մարդը չի վերանա։ Անկախ նրանից ճանաչում եմ, չեմ ճանաչում, չճանաչողների մեջ էլ կան չարերը, ճանաչողների մեջ էլ կան չարերը։ Ինչ ասեմ ձեզ, ոնց ասեմ, որ լավ լինի, ձեզ չգիտեմ, ուզում եմ մի հատ սենց լավ բան ասեմ, բայց մտքովս ասեցի ձեզի, մտքով լավ ասեցի ձեզի, գնացեք գրողի ծոցը։ Իսկ իմ լավ հետևորդներին էլ, մեր դիտողներին էլ ես նախապես շնորհակալություն եմ հայտնում իմ հոլովակը միջևերջ դիտելու համար ու ամենակարևորը գեղեցիկ, ջերմ, համով հոտով մեկնաբանությունների համար։ Իրոք շնորհակալ եմ ձեզանից։ Բայց վատ մեկնաբանություն գրողներին էլ պատասխանում են իմ հետևորդները, ես չեմ պատասխանում, բայց իրանք լավ պատասխանում են։ Ինչ եմ ուզում այսօր անեմ, հարգելի հետևորդներ ջան, կներեք մի քիչ իմ շատախոսության համար, չեմ սիրում շատ խոսամ, ես ասել եմ չեմ սիրում, բայց մեկ-մեկ ուզում ես, որ այդ վատ մեկնաբանություն գրողին նախ որ գրում է մի քանի անգամ, այսպես ասած, նա պորտը տնես, որ ինքը լավ ճանաչի, տեղը իմանա։ Հիմա ուզում եմ այսօր զբաղվեմ խոհանոցային մաքրությամբ, ուզում եմ մեծ մաքրություն անեմ խոհանոցում։ Դե արդեն ուշ աշուն ենք մտնում, մենք նստում ենք խոհանոցում, ձմռան միշտ լինում ենք խոհանոցում, այստեղ տաք է լինում, հարգելի հետևորդներ ջան, չնայած մեր բոլոր տները, սենակները, բոլորը հյուրասենակով տաք է, կներեք ուղղակի խոհանոցում եմ նստում, որովհետև այստեղ կա հեռուստացույց, այստեղ կա բազմոց, ու ես լավ եմ զգում ինձ խոհանոցում, միշտ լինում եմ խոհանոցում։ Վերցրել եմ, նոր եմ խանութից եկել, վերցրել եմ այս Ազելիտ
մաքրող միջոցը, հարգելի հետևորդներ ջան, առաջին անգամ եմ փորձում, ես չեմ օգտագործել սրանից, միշտ օգտագործել եմ Nash Sad հեղուկը, մաքրող հեղուկը ու դեղին, այսպես ասած դեղին ամանովը միշտ օգտագործել եմ ու ինձ շատ դուր է եկել այդ մաքրող հեղուկը։ Հիմա փորձում եմ սա, ինչի համար եմ ուզում սա օգտագործել, ասել ժողովուրդ ջան, ուզում եմ այս օդափոխիչը մի հատ դա մաքրեմ, գազը մաքրեմ, այս կողքի մետլախները մաքրեմ, կավելա, մետլախը, ինչ որ այա։ Բայց նախ եւ առաջ հիմա ուզում եմ ինձ համար թեյ դնեմ, ոնց որ կոկորդս ցավում է, մի փոքր։ Սենց բաժակով թեյ խմեմ ու անցնեմ գործի։ Ուրեմն սկզբից կմաքրեմ սարդոստաները, պատուհաններս, հետո նոր կանցնեմ շարունակությունը, որովհետեւ խոհանոցը փոքր չի, մեծ է ու շատ գործ կա։ Այս առաջինը այս թվացած ամանները դնեմ իրենց տեղերը։ Սա կգնա իր տեղը։ Ափսեները հիմա բոլորը դնում եմ դարակը, բայց հետո ամբողջությամբ բոլորը դարակից հանեմ, նորից դարակները մաքրեմ խոնավ շորով, հետո նոր դասավորեմ, բայց հիմա թոսած ինձ չխանգարի, մի հատ սենց տենամ որը որից հետո է, սա դնեմ իմ թեյի համար, որ իմ թեյս խմեմ, առավոտից արթնացել եմ, ուզում եմ, որ մաքրությունս անեմ, բայց ձգձգվում է։ Ուրեմն թեյս լցնեմ խմեմ, հետո նոր անցնեմ մնացած։ Սարդոստանների մասին խոսք չկա, ինչքան մաքրես, կարող է հիմա մաքրեմ, երեկոյան նստում եմ, նայում եմ, տենում եմ նորից։
Աստեղից հանեմ, որ կարողանամ պատուհանները մաքրեմ։ Ասված տված ջան, մի քիչ ոյ տայրել ինձ։ Այսպես։ Ես հավերը գալիս եմ, գիտեն թե տեր եմ ծալում։ Ժողովուրդ ջան, ուրեմն պատուհանի հեղուկա, ինքան լավն են սրանք, լավ փայլեցնում է, ռուսականն է, գնամ մաքրեմ պատուհանը, փեղկերը մաքրեմ առանձին, հետո նոր ու այնպես էլ չի որ կեղտոտ է, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, այստեղ ինքան շուշուտ եմ մաքրում այս պատուհանները, որ այստեղ ենք նստում, անդադ մաքրում եմ, բայց դե էլի կեղտոտվում է։ Կանգնեմ վրեն որ մաքրեմ։
Լավանա, ջուրը հագեցի։ Մաքրեցի, վերջացրեցի։ Հիմա ծաղիկի ամաններն էլ կբերեմ, կշարեմ այստեղ լուսամուտի կողքին։ Այդ պատագոլնիկները հետևի կողմից, ուրեմն ասեմ, դե պատագոլնիկ եմ ասում, հարգելի հետևորդներ ջան, միշտ լվանում եմ ջրով։ Նորից ջուր լցրեցի։
Դե հիմա տեսեք ինչ խառը վիճակ է, հիմա ուզում եմ այս սեղանը ամբողջությամբ հավաքեմ, սառնարանի մեջի պարունակությունը բերեմ, բոլորը լցնեմ սեղանի վրա, հիմա էլ սառնարանի մեջը մաքրեմ։ Երկու պատուհաններն էլ մաքրել եմ։ Դե սարդոստանները մաքրել եմ, մանր ժողովուրդ ջան, հիմա սա էլ բոլորը տեղավորեմ իրենց տեղերը, որպեսզի կարողանամ սառնարանը նորից լավ մաքրեմ։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, ամբողջությամբ սառնարանը չեմ անջատում, որովհետև սառցարանում շատ բաներ կա դրած, հենց ընդհանուր մաքրում եմ դարակները, հիմա դարակները առանձին կհանեմ, կլվանամ, կչորացնեմ, հետո նոր ինչ որ դատարկել եմ այստեղ սենց խառը սեղանին, նորից դասավորված կդնեմ իրենց տեղերը։ Այստեղ ունեմ, այստեղ հանում, ուրեմն ասեմ արգելի հետևորդներ ջան, սրանք դոշաբ են, իմ պատրաստած դոշաբներն է, պահում եմ սառնարանում, սառնարանում տակն եմ դնում, որ եթե չեմ կարողանում ինչ-որ բան հարմարացնել, դնում եմ այստեղ, թավան դնում եմ տակը, սենց խառը, էլի։ Վերջացրեցի։ Հիմա սա 5-ի տակ եմ դրեց, հացրացնեմ, թող մնա 4-ի տակ, որ տեսեք այստեղ էլ է մեր սառնարանը սառուցա, ոնց որ ձուն լինի ժողովուրդ ջան։ Այստեղ սառցարանում նույնպես։ Դե սառցարանը չանջատեցի, նոր ասեցի, հիմա մի հատ էլ այստեղ լավ հավեսով մաքրեմ, այստեղ ինչ կա նորից թեթևացնեմ, մաքրեմ ու դասավորեմ։ Վայ, այս ինչ խառը վիճակ է այս խոհանոցը։ Խառը բոլորը լցրել եմ այստեղ։ Սրանք էլ հանեմ։
Այստեղ լուսամուտի կողքին, որովհետև էր սեղանին տեղ չկա։ Այստեղ էլ ամբողջությամբ ձույա, հիմա այս առանձնացնեմ ձվերը առանձին ամաններ, որպեսզի կարողանամ այս փոքրիկ ամաններն էլ հանեմ ու լվանամ։ Սկսեմ այստեղից։ Այս այլենս կտա կասի մամա, էլի սկսել ես խառնելը, չի սիրում դպրոցից, որ գալիս ատուն, սենց խառնաշփոթ ա լինում, վերջացրած չեմ մտնում, իրենս ասում եմ մամ, էլի սկսել ես խառնելը, սենց կադրից դուրս անեմ ժողովուրդ ջան։ Ոնց վերել եմ դասավորել եմ, հենց էլ անում եմ։ Այսինք բնեմ ստեղ։ Շորի վրա մի փոքր ամանի հեղուկ եմ լցրել, մաքրեմ հեղուկով։ Այս անգամ լվանամ, հետո այսպես։ Սառույց թափում։ Պետք է այսօր վերջացնեմ, այսօր պետք է մինչև ուշ երեկոյան ժողովուրդ ջան, խոհանոցս պլպլացնեմ, ամեն մի գործ անելուց հետո մարդ իրան լավ ազգում, որ մաքրել ես, վերջացրել ես, հետո նստում ես մի հատ լավ սուրճ ես խմում, այն ումուդի նման, Հասունացին Հուսիսից, որ կա ժողովուրդ ջան, ծանոթ ֆիլմ է հայկական, որը ես շատ սիրում եմ ու շուտ նայում եմ այն Մուրադի նման, նստում եմ սուրճս խմում եմ, որ ասում է Արուս մեզ յետևում են։ Ինն ալնում Մուրադի նման սուրճս խմում եմ, սենց գլուխս էլ բարձր պահում եմ, յանի տեսեք էլի վերջացրել եմ, մաքրել եմ։ Մոտիվացիա ժողովուրդ ջան, հավեսի կընկնեք, դուք էլ կմաքրեք, ես այդպես եմ, որ գնում եմ մեկի տուն, տենում եմ մի հատ լավ փոփոխություն, մի հատ լավ մաքրություն ես էլ եմ գալի անում, ասում եմ հետ չմնամ էլի,
շուշուտ անեմ այդ սեղանը ազատեմ, որ հեսա երեխեք կգան, արդեն հաց ուտելու ժամը։ Արամիկս էլ ինչպես միշտ մեր տանն է թորնիկս։ Հեսա կգան, Արամիկս կգնա իր պարապունքի, Էլենս կգնա, այսօր Էլենս համ դաշնամուր ունի, համ փար ունի, պիտի գա երեխեն գնա Արարը։ Իրանց որ հաց տան վերջացնեմ, արդեն կանցնեն նորից իմ գործին։ Այսպես լավ մաքրեցի, հիմա նորից մաքրելուց հետո մի հատ էլ նորից մաքուր ջրով, որովհետև էսի արդեն հեղուկ է, ժողովուրդ ջան, ամանի հեղուկ եմ լցրի, էսի լավ մաքրվեց։ Ժողովուրդ ջան, ինձ չի սենց առաջին անգամ սառնարան եմ մաքրում, միշտ եմ մաքրում, դե բոլորս էլ մաքրում ենք, որտեղ իրակում տեղը չի մաքրում, բայց սենց մանր չեմ նկարել, մտածել եմ էլի մեկը կհատնվի էլի, տենց մի հատ մեկնաբանություն կգրի, բացասական մեկնաբանություն, բայց չէ, որոշեցի, որ պետք է էս էլ նկարեմ, Ստան, ինչ կարևոր է, որ ամեն օր ինչ-որ մի բան տեթեմ, ինչ-որ մի փոփոխություն մտցնեմ։ Դե հետո սա վատ բան չի, մաքրությունը ամենալավ բանն է։ Ամենալավ բանն է կյանքում։ Լեզուդ մաքուր պահես, հոգիդ մաքուր պահես եւ ամենակարևորը տունը դու շրջապատդ մաքուր պահես։ Ժողովուրդ ջան, դե շատ քչերի մոտակեց, շատ քչերի։ Հիմա անցնենք այս հաջորդին։ Հիմա մի հատ էլ մաքուր ջրով մաքրեմ, վերջացնեմ, դա էլ հետո նոր արդեն փոքրիկ դարակներ կլվանա։ Վերջացրեցի, սա էլ ամբողջությամբ մաքրեցի, հիմա ուզում եմ ծածկեմ, այսպես սառնարանը սենց մաքրեմ, բայց այս դեպքում արդեն պետք է հեղուկ փչեմ, հեղուկով մաքրեմ։ Սառնարանից փոխելու ժամանակն էլ եկել։ Ուրեմն ասեմ, հենց նոր էլ գնումներ արեցի, այստեղ մեր գյուղում ավտոմեքենա է գալի, ժողովուրդ ջան, ռուսական ապրանքներ է ծախում, առաջին անգամ օգտվեցի, մեր բոլոր հարևանները օգտվում են, այս երկար տարի է, ես առաջին անգամ օգտվեցի, հիմա այս խառը ժամանակ գնացի նորից գնումներ արեցի, հիմա էսի չանախ պանիրն է, հա, պանիրը հայկականն է, բայց մնացած ինչ վերցրել եմ, ռուսականն է, չանախ պանիրը 2 կիլո 800 գրամ։ Էսի յուղը, այդ տղան այնքան համոզեց ու մեր հարևաններն էլ որ օգտվել են այս յուղից շատ հավանեցին, ասին լավ յուղ է, այս յուղն եմ վերցրել, ժողովուրդ ջան, ռուսականն է, այստեղ վերցրել եմ կարակ, այս կարակը ընդամենը 1700 դրամ է, սա վերցրեցի խմորեղենի համար, սա նուտելա եմ վերցրել, հալը մի հատ բացեմ, չեմ բացել, բայց տեսեք, տեղ չկա սեղանին, բոլորը դրել եմ հատակին, լավն է, ինչ կուտենք, չենք էլ ուտի, սա էլ կրեմի մեջ կօգտագործենք,
ու տոմատ եմ վերցրել, այս տոմատը 3900 դրամ, 3 կիլոնոց տոմատ, հա, էլի ռուսականն է, բայց իրոք ժողովուրդ ջան համնել եմ փորձել հոյակապ տոմատ, հա, ու ամենակարևորը, որ բոլորը ժամկետի մեջ է ժողովուրդ ջան։ Հիմա սա էլ ուզում եմ դնեմ մի անկյունի վրա, մի հատ վերջացնեմ ու նոր տեղավորեմ, ասի մի հատ սա էլ նկարեմ, վերջ։ Սառնարանը դասավորեմ, ինչ վերցրել եմ դրել սեղանին, հատիկ տեղավորեմ։ Մաքուր է, այնքան որ լվանում եմ, նորից կարմացնեմ։ Հիմա ուզում եմ այս յուղով մի հատ ձվածեղ պատրաստեմ։ Կարանք ինչ յուղա, ուզում եմ փորձեմ, շատ չէ, 3 հատ ձվածեղ անեմ, հոտը լավն է, տենանք էլի, որ մենք յուղի սիրահար չենք, մի քիչ խորթավիր համար յուղը։ Այստեղ ձուկ էլ ունեմ, խաշլաման, 2 կտոր, ես էլ կուտես, չէ։ Սրանք էլ առանձնացնեմ, այստեղ սամրկեր, իմբողտը, գազարը, այդ սառնարանի մեծաման արգլետելով մեջան բանեմ, ամբողջությամբ ծիրանի չիր եմ լծրել, մեծ սարցարանի մեջը, դրա համար ես եմ բերել, էսի կիվիա, էլ ենչոյիս համար, սրանք նորից ունեմ այստեղ, որպեսզի տեղավորեմ սառնարանում։ Ուզում եմ սա էլ ցույց տամ, տեսեք, աբլիպիխայի ժողովուրդ ջան քամած սոկա, մամասա տվել, այսպես գնել է դիլիջանից, բերել է, հիմա այսի պետքա ջրով բացենք ու խմենք, շատ համով սոկա ստացվում։ Սառնարանում էր, հիմա որ հանել եմ, մաքրել եմ, դե սա արդեն չեմ դնել սառնարան, հիմա այստեղ էլ ունեմ բանջարեղեններ, ուզում եմ տեղավորեմ այս սետի մեջ, այսօր հովիտ, որ գաց էլի այս լավ կարալյոկից կբերես հետդ Արարատից, մի քիչ միրգ կբերես հետդ,
Մի քիչ լավ կոնֆետ կբերես հետդ։ Ամուսնուս եմ ասում, ժողովուրդ ջան, նորից Արարատ պիտի գնա, ասել եմ։ Փոքրիկ բադրջաններ են, բայց շատ լավն է, սրանք կդնեմ տենց ու տանեմ տեղավորեմ արդեն իմ մաքուր սառնարանում։ Արդեն այդտեսեք տեղավորել եմ, լվացել եմ։ Էսի կարակա, իմ կարակնը սարսարանից եմ հանել, փափկելա, պետքա կտրտեմ ամանի մեջ դնեմ, էսի նոր առած պանիրն է, հիմա որ ժամանակ չունեմ կտրեմ ժողովուրդ ջան, էսի տոմատնա, որ նոր վերցրեցի, դե կլցնեմ արդեն փոքրիկ բանկեկի մեջ, դեռ էլի բաներ ունեմ սառնարանում դնելու, այնքան որ սենց մի հատ մաքրածս ցույց տամ, ես հաճույք եմ ստանում իմ արած գործից, հիմա սա փակեմ, անցնեմ ամբողջությամբ այս սառնարանը մաքրեմ վրա, ուրեմն սմետանն էլ, նուտելան էլ, չգիտեմ, նուտելան էլ դնեմ սառնարանում, թե դնեմ դարակի մեջ, չի պոկվում, նայեք նուտելան էլ ենք բացել, նոր եմ վերցրել, դեռ չեն էլ կերել երեխեքը, բայց չէ, չեմ դնի սառնարանում, կսառի, սմետանը կդնեմ, այստեղ ունեմ փոքր բանկայով մուրաբա, դա էլ կդնեմ սառնարանում, կաղամբ ունեմ սառնարանում դնելու, դրանք էլ արդեն կադրից դուրս։ Հիմա ուզում եմ ես հեղուկով մաքրեմ, ճիշտն ասած, ինձ ասացի, որ անպայման ձեռնոց կկրես, բայց չեմ կարում ժողովուրդ ջան, ձեռնոց չեմ կարում, դե ես ասել եմ, պետքա այսպես մաքրեմ, առանց ձեռնոցի, ընկար, ասա խինգար, ընկարա, բացեմ, մի հատ էլ այսպես թեքենք, չի գալի, մաքրենք ու շորով, որ ես է լավ սպիտակի, ինձ ոնց որ կանչեցին, ստեղ մաքրել եմ, մի հատ էլ շոր լվանա, մաքուր ջրով մաքրեմ, դեր էսի հեղուկն է, որ ձեռքերս արդեն սկսեց մարմռալը։ Ուտում ես հաց նստի կերել են ջան, ինձ համար էլ մի հատ սուրճ պատրաստեմ, ընդմիջում եմ, վայ, շուր տվեցի, մի հատ ես ինձի ընդմիջում անեմ ժողովուրդ ջան, հանգստանամ, դե սառնարանս մաքրեցի, արդեն որոշ գործեր թեթևացրեցի, հիմա ուզում եմ խոհանոցում այս դարակները մաքրեմ, պահարանների մեջերը բոլորը սենց ամբողջությամբ մաքրեմ, հետո նոր ամանները հետ դնեմ իրենց տեղը, էդի անեմ վերջացնեմ, նոր անցնեմ գազին, որովհետև շատ թափած է այս սեղանը, այս տմբուշկեքի վրա, մի հատ սենց ամեն ինչ տեղավորեմ իրենց տեղերը, նոր անցնեմ արդեն գազը մաքրեմ։ Պարապեցիր էլի ջան, հարակ։ Կաղաց ու կուտես այս յուղը հիմա չգիտեմ սենց կթողեմ կարողա միգուցե ժողովուրդ ջան ղաուրմա պատրաստեմ ուզում եմ տենց մի բան անեմ ոչ շատ
Այս յուղը ինձի հենց հերիք է հավելումա պատրաստելու համար, էլ կարակ չեմ օգտագործի։ Սա կդնեմ պահածոներից կողքը։ Հիմա ես սենց մի թեթև մաքրել ինձի հույս տամ, որ պրծել եմ, էլի։ Յանի թե պրծել եմ, էլի։ Սուրճս խմեմ։ Այսօրվա հոլովակը տեղադրեմ, որովհետև երկար հոլովակ չեմ կարողանում անենք, բայց խոհանոցից գործը շարունակական է, չի վերջանում, որ ընդհանուր մաքրությունը ցույց տամ։ Էդ էլ այդպես, մի հատ ափսե հանեմ։ Ելեմ ջան, կհիշես պապային ասել եմ, բան արել, կամֆետ բերեք, հա, մեկ էլ այդ լավ կարայլոկից կբերեք, հարևս։ Այսքանով էլ ավարտեմ, իմ լավ հետևորդներ ջան, ինձ դիտողներ ջան, մեր հոլովակը դիտողներ ջան, այսքանով էլ ավարտեմ հոլովակս, սուրճս խմեմ, անցնեմ մնացած գործին։ Աշխարհի ամենալավ բաները ցանկանում եմ ձեզ, լավ հետևորդներ ջան, եւ ամենակարևորը առողջություն ձեզ, առողջություն։ Մի հատ ամենավերջում ցույց տամ, սենց ընդհանուր, որ մաքրել եմ, վերջացրել եմ, որ ասма տակով, գլխով, ժողովուրդ ջան։ Էլենս ծիծաղում է, որ ես սենց խոսում եմ, հումոր եմ անում, իմ աղջիկը ծիծաղում է, մամա ասում է, մամա լրջացի, մամա լուրջ է արևս։ Մեկ-մեկ հումոր պետք է։